Ողջույն, սիրելի բարեկամ։ Բարի հովիվը։ Մի օր Հիսուսն աշակերտներին հետևյալ պատմությունը պատմեց, որպեսզի նրանք հասկանան, թե ինչու է Աստված իրեն ուղարկել։ Աստծո ժողովրդին նմանեցնում են ոչխարների հոտի։ Ոչխարներն իրենց ապահով են զգում, երբ տեսնում են հովին, որին ճանաչում ու հավատում են։ Ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ։ Իսկ ով դռնով է մտնում, հովիվն է ոչխարների։ Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը, նա իր ոչխարներին անուններով է կանչում և նրանց դուրս է հանում, և երբ իր բոլոր ոչխարներին հանում է, նրանց առջևից է գնում, իսկ ոչխարներն էլ հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը, օտարի հետևից չեն գնում։ Աշակերտները չէին հասկանում, թե ինչու է իրենց այդ ասում։ Հիսուսը դարձյալ ասաց նրանց. Ես եմ բարի հովիվը, ես ճանաչում եմ իմ ոչխարներին, իսկ իմ ոչխարներն էլ ինձ են ճանաչում։ Ես նրանց երբեք չեմ լքի, պատրաստ եմ նրանց համար մեռնելու, իմ ոչխարներն ինձ լսում են և հետևում։ Հրեաները լսում էին Հիսուսին և չէին հասկանում, թե նա ինչ է կամենում ասել։ Նրանցից ոմանք ասում էին. նա մոլագար է։ Ինչու եք նրան լսում։ Սակայն մյուսներն էլ ասում էին. սրանք մոլագարի խոսքեր չեն, միթե մոլագարը կարող է հրաշքներ գործել։